Որքան մոտենում է Իրանը ոչնչացնելու Միացյալ Նահանգների նախագահի հայտարարած վերջնաժամկետը, այնքան ագրեսիվ ու սուր է դառնում Թրամփի հրետորաբանությունը։ Այդ վերջնաժամկետը Երևանի ժամանակով գիշերվա 4-ն է, չորեքշաբթի։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի, իրավիճակը հասել է շրջադարձային կետի, երբ մի գիշերում կարող է ոչնչացվել մի ամբողջ երկիր։ Հիմա կրիտիկական պահ է, նրանք լավ են բանակցում, մենք ժամանակ ենք տվել, դրանից հետո նրանք կարող է ոչ կամուրջ ունենան, ոչ էլեկտրակայան ու հայտնվեն քարեդարում։ Թրամփը պնդում է, որ կարող է նաև հենց հիմա դուրս գալ պատերազմից, բայց ուզում է գործն ավարտին հասցնել։ Հերքելով 45-օրյա հրադադար հաստատելու քննարկումները, նահանգների նախագահն ասել է, հրադադար հաստատող միակ մարդը ինքն է, իսկ ինքը այդպիսի որոշում չունի։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով իրանցիները լավ մարտիկներ են, շատ կոփված ժողովուրդ, սակայն այնքան ուժեղ չեն, որքան մեկ ամիս առաջ։ Թրամփը նշել է, Թեհրանը Վաշինգտոնին կարևոր առաջարկ է արել հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն Միացյալ Նահանգները դա բավարար չի համարում։ Թեհրանի պատասխանը բաղկացած է 10 կետից, որոնցում Իրանը առաջ է քաշել իր պայմանները՝ պատերազմի դադարեցում ամբողջ տարածաշրջանում, Հորմուզի նեղուցով երթևեկության կարգավորում, վերակառուցում, պատժամիջոցների վերացում։ Սրան զուգահեռ իրանական կողմը շարունակում է պնդել, որ Հորմուզի նեղուցը չի վերադառնալու նախկին կարգավիճակին։ Հորմուզի նեղուցի նկատմամբ մեր ինքնիշխանությունը հաստատող նոր օրենք ենք մշակում։ Իսլամական խորհրդարանական հանձնաժողովը օրենսդիրների եւ մյուս պաշտոնյաների հետ համատեղ աշխատում է առաջարկը վերջնական տեսքի բերելու համար։ Թեհրանին նաև կարճաժամկետ հրադադարի առաջարկներ են ներկայացվել, որոնք սակայն մերժվել են այն հիմնավորմամբ, որ նման դադարները հակառակորդն օգտագործելու է վերադասավորման համար։ Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ լրագրողը փորձել է ստանալ Թրամփի արձագանքը իրանցիներին հայհոյելու մասին։ Նախորդին դուք իրանցիներին անվանեցիք խելագար սրիկաներ։ Ինչ կասեք այն քննադատներին, որոնք պնդում են, որ ձեր հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա։ Ես թքած ունեմ քննադատության վրա, դրա մասին չեմ լսել, բայց եթե դա այդպես է, ինձ նման ավելի շատ մարդկանց կարիք կունենաք, քանի որ նախքան իմ հայտնվելը երկար տարիներ մեր երկրին խաբել են, առևտրում, ամեն ինչում։ Քննադատություններից չի նեղվում Թրամփը, շարունակում է վիրավորել իրանցիներին։ Անցյալ ամիս նրանք սպանել են 45,000 մարդու, նույնիսկ ավելի, 60,000։ Նրանք սպանում են ցուցարարներին, նրանք կենդանի են, պետք է կանգնեցնենք նրանց։ Չենք կարող թույլ տալ, որ միջուկային զենք ունենան։ Ռազմի դաշտում իրավիճակը շարունակում է մնալ պայթյունավտանգ։ Երեքշաբթի կեսօրից հետո իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ նահանգները եւ Իսրայելը հարձակվել են Խարկ կղզու վրա։ Սա Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույցն է, որը գրավելու համար ըստ միջազգային մամուլի ամերիկան դեսանտային ուժեր էր ուղարկել Մերձավոր Արևելք։ Ամերիկա-իսրայելական ուժերը հարվածել են նաև Իրանի Փարդիս քաղաքին, կան զոհեր։ Գիշերը հարվածներ են հասցվել Նաջաֆաբադ քաղաքում գտնվող իրանական ռազմական օբյեկտներին։ Իսրայելը գրոհել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի վրա։ Իրանական սպահանում հզոր պայթյուններ են հնչել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բուշերի ռազմաբազան։ Իրանի արձագանքը չի ուշացել։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին։ Գիշերը Իրանը լայնածավալ հարձակում է սկսել աշխարհի ամենամեծ արդյունաբերական կենտրոններից մեկի Սաուդյան Արաբիայի արևելյան ափին գտնվող Ալ-Ջուբեյլ քաղաքի վրա։ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել, կա 3 զոհ։ Իրանցիների մարտական ոգին ոչ միայն չի ընկճվել, այլև ավելի ամրապնդվել։ Իրանի նախագահի խոսքով ավելի քան 14 միլիոն քաջարի իրանցի արդեն հայտարարել է երկրի պաշտպանության համար կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին։ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ ինքը նույնպես պատրաստ է կյանքը տալ հանուն Իրանի։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։